Ինչ դիրքորոշում է ներկայացրել Վրաստանը Բրյուսելում վիզային երկխոսության շրջանակներում կայացած հանդիպմանը, այս մասին պարզաբանում է արտաքին գործերի նախարարությունը։ Քննարկման թեման եղել է Եվրահանձնաժողովի 2026 թվականի մարտի 6-ի գործադիր կանոնադրությունը Վրաստանի դիվանագիտական, ծառայողական եւ պաշտոնական անձնագրերի տերերի համար վիզային ազատման ժամանակավոր կասեցման վերաբերյալ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Եվրոպական հանձնաժողովի վերոնշյալ որոշումը հիմնված է Վրաստանում ստեղծված իրավիճակի կողմնակալ գնահատական տվող զեկույցի վրա, որը ինքնին թույլ չի տալիս պատշաճ եւ օբյեկտիվ եզրակացություններ անել։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության կարծիքով Վրաստանի դիվանագիտական եւ ծառայողական անձնագրերի տերերի համար վիզային ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցնելու մասին անբավարար հիմնավորման հիման վրա կայացված որոշումը անարդար է։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շեշտում է, որ Վրաստանի սահմանադրությունը եւ գործող օրենսդրությունը ապահովում են քաղաքացիների հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, այդ թվում խոսքի, հավաքների եւ դրսեւորումների, միավորումների, անձնական կյանքի անձեռնմխելիության եւ հավասարության իրավունքը։ Արտաքին գործերի նախարարը մանրամասն մեկնաբանություն է արել հանդիպման վերաբերյալ եւ վարչապետը նույնպես պատասխանել է հարցերին։ Թբիլիսիում վիզային հարցերով վրացական կողմի եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումը գնահատականների թեմա է։ Ընդդիմության մի մասը ցավալի է համարում, որ բարելավման փոխարեն նմանատիպ իրավիճակ է ստեղծվել վիզաների հարցում։ Ժողովրդական իշխանությունը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար վիզային դադարեցումը քաղաքական որոշում է համարում եւ նշում, որ նշված հանդիպումը պայմանավորված է նրանով, որ Եվրոպական հանձնաժողովը կազատվի ստեղծված փակուղուց։ Մյուս կողմից իշխող թիմը հույս է հայտնում, որ Եվրամիությունը կփոխի իր անարդար վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ։ Վրաստանը Ղրղստանը համարում է ոչ միայն կարևոր եւ հուսալի գործընկեր, այլև բարեկամ պետություն։ Այս հայտարարությունը այսօր Ղրղստանում արել է Իրակլի Կոբախիձեն։ Այցը ունի երկու ուղղություն՝ առևտրատնտեսական կապերի խորացում եւ միջազգային ձևաչափերով համագործակցության ամրապնդում։ Պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցել երկկողմ փաստաթղթերի ստորագրում, որից հետո Սադիր Ժաբարովը եւ Իրակլի Կոբախիձեն համատեղ հայտարարություններ են արել։ Ասվել է, որ սա պատմական այց է, որը նոր թափ կհաղորդի վրաց-ղրղызական երկկողմ հարաբերություններին։ Ընդդիմադիր դաշինքում դիմակայությունը լարվում է, չնայած այն հանգամանքներին, որ վրացական շարժումը դաշինքի անդամ չի համարվում, նախկին իշխող կուսակցությունը չի մտադրվում լքել միությունը։ Բացի այդ, Միխայիլ Սաակաշվիլին հրապարակիվ հարձակվում է դաշինքի առանձին անդամների վրա եւ քննադատում գործողությունների ռազմավարությունը։ Ազգային շարժումը ամիսներ շարունակ չի մասնակցել դաշինքի որոշումներին, ասում է Նիկա Գվարամյան։ Բացի այդ, Թամար Չերգոլեիշվիլին ազգային շարժման լոգոն հեռացնելու մասին հայտարարություն է անում։ Միաժամանակ ազգային շարժումը պլանավորում է թարմացնել իրեն եւ հայտարարել արմատական փոփոխությունների մասին։ Գախարիայի կուսակցությունը նոր օրինագիծ է նախաձեռնում, այսօր ճեպազորույցի ժամանակ հայտարարել է խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Գիգա Փարուլավան։ Կուսակցությունը հայտարարում է, որ հավաքների եւ երթերի մասին Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունները եւ այդ փոփոխություններով սահմանված պատիժը անհամաչափ են, ինչը էապես սահմանափակում է հավաքների ազատության եւ ազատ արտահայտման սահմանադրական իրավունքների իրականացումը։ Հետևաբար նրանց կողմից ներկայացված օրենքի նախագիծը նպատակ ունի լիովին վերականգնել մինչև 2024 թվականը գոյություն ունեցող իրավական ստատուս քվոն եւ վերացնել սահմանված խոչընդոտները, այդպիսով ապահովելով բողոքի իրավունքի արդյունավետ պաշտպանությունը։ Նախաձեռնությունը գնահատում է նաև քաղաքական սպեկտրը։ Ազգային շարժումը պնդում է, որ նախաձեռնությունը ներկայացնելուց առաջ Գախարիայի թիմը պետք է ընդունի անցյալի սխալների եւ պատասխանատվության կրի հունիսի 20-ի միջադեպի համար։
Խորհրդանական մեծամասնության մեջ հակառակորդներին հիշեցնում են մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մասին, նրանց կարծիքով Գախարիայի թիմի անդամների կողմից բողոքի իրավունքի մասին խոսելը ցինիկ է, քանի որ Ստրասբուրգի դատարանը պետությանը հանձնարարել է արդյունավետ հետաքննություն անցկացնել 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձությունների ժամանակ ուժի չափազանց կիրառման փաստերի վերաբերյալ, երբ Գեորգի Գախարյան գլխավորում էր ներքին գործերի նախարարությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է, որ Իրանի հետ պատերազմը ավարտվել է եւ ԱՄՆ-ն գերազանց համաձայնության է եկել Իրանի հետ։ Փաստաթուղթը կարող է ստորագրվել այս շաբաթվա վերջին Եվրոպայում եւ Հորմուզի նեղուցը կբացվի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո։ Դոնալդ Թրամփի խոսքով Իրանը համաձայնել է, որ երբեք միջուկային զենք չի ունենա եւ սա Միացյալ Նահանգների գլխավոր նպատակն էր։ Երբ լրագրողը հարցրեց, թե արդյոք Իրանի գերագույն առաջնորդը համաձայն է համաձայնագրին, Թրամփը պատասխանեց. «Ինչքան ես գիտեմ, պատասխանը այո է»։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղեին ասում է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հնարավոր համաձայնագրի մասին հաղորդագրությունները այս փուլում միայն ենթադրություն են եւ որ վերջնական համաձայնագիրը դեռևս գոյություն չունի։ Նրա խոսքով տեքստի մեծ մասը արդեն համաձայնեցված է, բայց վերջնական փուլում Միացյալ Նահանգները ունի չափազանց մեծ պահանջներ եւ ավելացնում է նորերը։ Էսմայիլ Բաղեին ասում է, որ Իրանը չի մտադրվում զիջումների գնալ ճնշման տակ եւ չի շեղի իր կարմիր գծերից բանակցություններում։ Ինչպես նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, ԱՄՆ-ի գործողությունները վատթարացել են Հորմուզի նեղուցում իրավիճակը եւ տարածաշրջանը դարձել է պակաս անվտանգ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտարարում են հայկական լրատվամիջոցները։ Փաշինյանի խոսքով Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների միջև բազմակողմանի կապերը միմյանց ինքնիշխանության եւ ազգային շահերի նկատմամբ հարգանքի վրա հիմնված բաց եւ կառուցողական երկխոսության փոխադարձ հանձնառությունը կշարունակվեն խորացվել համագործակցություն եւ օգտագործել երկրների միջև համագործակցության բոլոր հնարավորությունները։ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր շնորհավորական նամակում նշում է, որ Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները հիմնված են դարեր շարունակ ժողովուրդներին կապող բարեկամության, բարեկեցության եւ փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա։ Ադրբեջանի ղեկավարը նաև վստահ է, որ համատեղ ջանքերը կշարունակեն նպաստել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Կարկտահարություն Ախմետիի մունիցիպալիտետում Աշխանի, Չաբինաանի, Խոդաշենի եւ Խորքելի գյուղերը տուժել են կարկտահարությունից, աղետը տևել է մոտ 15 րոպե։ Տեղացիները պատմում են, որ կարկտահարությանը ուղեկցել են ուժեղ քամիներ, որոնք հիմնականում վնասել են խաղողի այգիներ եւ միամյա բերքը։ Ախմետելիի քաղաքապետարանը հայտնում է, որ վնասի չափի մասին տեղեկությունները կտարածվի առաջիկայում։ Տարվա գլխավոր երաժշտական իրադարձությանը մնացել է 1 ժամ։ Քանյե Ուեսթը վրացական երաժիշտների համար ելույթ կունենա Դինամո արենայում։ Տասնյակ հազարավոր ունկնդիրներ սպասում են հայտնի երկրի ձև ունեցող շոուին։ Մեծ միջոցառումը կսկսվի 21:00-ին։ Նախատեսված համերգի համար ճանապարհներում կգործեն հատուկ սահմանափակումներ։ Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով մարդկանց հոսքը վերահսկելու համար ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ։